Երևան կենտրոն քրեակատարողական հիմնարկից հերթական ուղերձն է հղել Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, նշելով, որ Հայաստանում կառուցել է մեծաթիվ գործարաններ, հյուրանոցներ, շենքեր, մարզասրահներ ու ճանապարհներ, օլիմպիական համալիր եւ կրթօջախներ։ Ծառուկյանը միաժամանակ հավելել է, որ երբևէ որևիցե մեկից ոչինչ չի խլել եւ աչք չի դրել ուրիշի ունեցվածքներին։ Նա նշել է, որ վերակառուցել ու շենացրել է կիսավեր վիճակում գտնված շատ ու շատ հիմնարկներ, վկայաբերելով աշխարհում նախադեպը չունեցող Քրիստոսի արձանի կառուցումը, Ծառուկյանը հայտարարել է, որ ոչ մի բանի համար չի ափսոսում, չի փոշմանում եւ ինչպես նախկինում շարունակելու է կառուցել։ Վայլբերիս ընկերության հիմնադիր Տատյանա Կիմը Տելեգրամյան ալիքի պաշտոնական իր էջում հայտարարել է, որ իրենք շարունակում են հետևել հարձակումներից տուժածների վիճակին։ Վայլբերիս ընկերության հիմնադիրը նշելով, որ իրենք փոխել են լոգիստիկ կենտրոններում արտակարգ իրավիճակների ժամանակ գործող կանոնները, նաև հավելել է, որ դրոնների հարձակումից էապես տուժած Էլեկտրոստալ լոգիստիկ կենտրոնում եղած վնասված ապրանքների վճարումների հարցում իրենք տուժածներին մենակ չեն թողնի։ Էկոնոմիկայի նախարարությունը ձուկ ու ձկնամթերք արտադրողներին հրավիրում է հուլիսի 24-ին մասնակցելու Հայաստանից Եվրոպական միության ձկան եւ ձկնամթերքի արտահանման Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված ընթացակարգերին նվիրված առցանց իրազեկման միջոցառմանը, որի ընթացքում ներկայացվելու են Եվրամիության արտասահմանյան թույլտվություն ստանալու գործընթացը, դիմումների ներկայացման եւ գնահատման կարգը, առողջության սերտիֆիկատի ձևավորման գործընթացը, տնտեսվարողների հիմնական պարտավորությունները։ Զենք զինամթերքի կամավոր հանձնելու հերթական դեպքն է արձանագրվել։ Այս անգամ Էրեբունի բաժնի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում։ Ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել է, որ զենք զինամթերք է թողել Մահարու փողոցի հասցեներից մեկում, նշված վայրում ոստիկանները հայտնաբերել են ԱԿ տեսակի ինքնաձիգ, 2 նռնակ, որոնցից մեկը պայթուցիչով եւ մեծ քանակությամբ տարբեր տրամաչափի փամփուշտներ։ Զվարթնոց օդանավակայանի համայնքային ոստիկաններն էլ օդանավակայանի ծառայողական ավտոկայանատեղի հարակից տարածքից են 9 փամփուշտով լիցքավորված ԱԿ տեսակի ինքնաձիգ հայտնաբերել։ Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում ժամը 14:30-ի սահմաններում 66-ամյա վարորդը իր վարած կամազ մակնիշի աղբատար մեքենայով Նուբարաշենի աղբավայրից Նուբարաշենի խճուղի ընթանալիս դուրս գալով ճանապարհի երթևեկելի գոտուց բախվել է Նուբարաշենի գերեզմանների քարե պարսպին եւ հայտնվել գերեզմանոցի տարածքում ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեղեկացմամբ վթարի պատճառը կամազի արգելակների հետ կապված խնդիրն է եղել։ Բարեբախտաբար տուժածներ չկան, վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։ Ավտոմեքենան հաշվառված է Երևանի քաղաքապետարանի, Երևանի աղբահանություն եւ սանիտարական մակրում համենքային հիմնարկի հաշվեկշռում։ Քնարիկ Պետրոսյան, ժամը լրատվական։